Վանաձորի քաղաքային լիճը, որտեղ բնակիչները սովոր են հանգստանալ, նավակ քշել ու զովանալ, կարող է փոխել իր տեսքը։ Դեռ անցյալ տարեվերջից եւ ընտրությունների ողջ ընթացքում մարզային ու քաղաքային իշխանությունները հանրությանը վստահեցնում էին, թե լճի տարածքը խոշոր շատրվանային համակարգ դարձնելու ծրագիրն արդեն հաստատված է եւ կիրականացվի հենց այս տարի։ Վանաձորի համար 1 տարվա համար նախատեսված սա աննախադեպ բյուջե է եւ աննախադեպ ծրագրային փաթեթ։ Խորհրդարանական ընտրություններից 1 ամիս առաջ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ տարիներ առաջ վարձակալության տրված տարածքը հետ է վերցվել եւ այստեղ պետության ու համայնքի բյուջեից ավելի քան կես միլիարդ դրամ են ծախսելու։ Մենք լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ ենք սկսում։ Վանաձորի քաղաքային լճի վթարային տարածքի նախագծային աշխատանքներն ավարտված են, այն կունենա ճարտարապետական նոր տեսք։ Շատրվանները լճի Նախընտրական ռեպորտաժում որպես նախագծի հեղինակ ներկայանում էր Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Սուրեն Աբովյանը, որը դատարանի առաջ է կանգնած կաշառքի եւ այլ պաշտոնեական չարաշահումների գործերով։ Այն ժամանակ նա վստահեցնում էր, թե լճում շատրվաններ տեղադրելը որևէ կերպ չի խանգարի լողացողներին ու նավակներին։ Որոշակի վերապահում կար բնակչության մոտ, այն մասը որ հնարավոր է չկարողանան լողալ կամ նավակից օգտվել, պետք է նշեմ, որ դա այդպես չէ։ Մինչդեռ ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Օրերս մարզպետարանում կազմակերպված հանրային լսմանը, որին հանրությունը փաստացի չէր մասնակցում, պարզվեց, որ հաստատված ծրագիր պարզապես չկա։ Նույն Սուրեն Աբովյանն այժմ հայտարարում է, թե ընդամենը սեփական նախաձեռնությամբ անվճար էսքիզ է գծել, որն արժանացել է մարզպետի հավանությանը։ Ձեզ պատվեր ա եղել, թե դուք որպես ով եք նշել։ Պատվեր չի եղել, պարոն մարզպետի հետ քննարկումների արդյունքում ես որպես անհատ ճարտարապետ ուղղակի մշակել եմ, ներկայացրել ենք միասին հանրությանը, իսկ հետագա արդեն նախագծերի աշխատանքային նախագծերը կմշակվեն բնականաբար համապատասխան պատվերով, կարգով եւ ես մեծ հավանականությամբ դրանց հետ կապ չեմ ունենում։ Այսինքն սա Ես գաղափարն եմ ներկայացրել, էսքիզը եւ հայցակարգը։ Անվճար Փողմարզպետ Ռուբեն Մարգարյանն էլ հաստատեց. էսքիզը հավանության արժանանալուց հետո դեռ պետք է նախագիծ դառնա եւ ուղարկվի կառավարություն։ Այսինքն երբ եք նախատեսում, որ այս ծրագիրը այդ ամբողջ փուլերը անցնելու է եւ իրականություն դառնա։ Հստակ ժամկետ չեմ կարող նշել։ Այս հակասություններին ու լճի ավանդույթները վերացնելու պլաններին արձագանքել են վանաձորցիները, այդ թվում Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուկյանը։ Նա անթույլատրելի է համարել արհեստական լճում թանկարժեք շատրվաններ դնելն ու մարդկանց հանգստի գոտին խլելը։ Թե քաղաքում որ հարցնում ասեմ, ինչու են լավ, ինչու են կպած ուզում դնեն այստեղ շատրվան, էլի իմաստը որն է, ինչի շատրվան։ Ասում է ինչ որ մեկը կա մարզպետարանում, ով որ շատրվաններ տեղադրելու լիցենզիա ունի։ Եվ ասում է, տենց այդ մարդը լոբինգ անեն, որ շատրվան, դες քաղաքում անդադ շատրվան են դնում։ Մի քանի տեղ դրել են շատրվանները չեն գործում, չեն միացնում, որտեղ դա ծախս է, դա ջուր է, էլեկտրաէներգիա է, ծախս է, փող է, մի 10 միլիոն դրամ տարեկան պետք է դուրս գային, որ շատրվանը ստեղ աշխատի։ Քննադատություններից հետո մարզպետն իր ֆեյսբուքյան էջում ստիպված եղավ ընդունել, որ լճում լողալն ու հոսանքով շատրվանային համակարգը համատեղել ի վերջո չի հաջողվում։ Գիտեք, որ լուսաձայնային շատրվանները հոսանքով են աշխատելու եւ ջրի մեջ լինելու է հոսանք։ Մյուս կողմից նույն լճում կա լողանալու եւ նավակներ վարելու վաղեմի ավանդույթ եւ մենք էլ չենք ուզում այդ ավանդույթը կորցնել, բայց երկուսը համատեղել կարծես թե չի հաջողվում։ Մարզպետը նաև հերքում է պնդումները, թե մարզպետարանում շատրվանների լիցենզիա ունեցող պաշտոնյա կա, ինչի պատճառով էլ քաղաքում անընդհատ շատրվանների նախագծեր են առաջ մղվում։ Իմ ղեկավարած մարզպետարանում չի կարող լինել որևէ պետական պաշտոնյա, որը որևէ տենդերի մեջ մասնակցություն ունենա, նա կազատվի աշխատանքից րոպեների ընթացքում եւ նաեւ մեծ հավանականությամբ քրեական օրենսգրքի սահմաններ կհատի եւ իրավապահներն էլ կմիջամտեն։ Չնայած մարզպետ Արեն Մկրտչյանը բացառում է պաշտոնյաների մասնակցությունը պետական գնումներին, լրագրողական հետաքննությունները հակառակն են փաստում։ Ազատությունը բազմիցս է անդրադարձել, թե ինչպես են պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններն ակտիվորեն մասնակցում տենդերներին։ Օրինակ, մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Լևոն Հախինյանի մորը պատկանող Ղարաքիլիսա ընկերությունը հաճախ լինելով միակ մասնակիցը միայն վերջին 2 տարում տասնյակ միլիոնավոր դրամների պետական պատվերներ է ստացել։
Մեկ տարի առաջ Ղարաքիլիսա ընկերության էջում տեղադրված հեռախոսահամարով հենց մարզպետարանի բաժնի պետ Լևոն Հախինյանն էր պատասխանել մեր զանգին։ Կազմակերպությունը հիմնադրվել է դեռ այն ժամանակ, երբ որ դպրոցական եմ եղել։ Այդ կազմակերպությունը պատկանել է, շարունակում է պատկանել իմ ընտանիքի, ես իմ ընտանիքի երրորդ սերնդի ճարտարապետն եմ, իսկ շահերի բախում տեղ որևէ անգամ չի եղել։ Սա միակ օրինակը չէ։ Լևոն Հախինյանի վերադասի քաղաքաշինության վարչության պետի ու նույն վարչության գլխավոր մասնագետի կանանց համատեղ LS նախագիծ ընկերությունը գրեթե ամեն ամիս է տարբեր քաղաքապետարաններից ու նախարարություններից միլիոնավոր դրամների պատվեր ստանում։ Մարզպետարանի արձանագրությունն եմ կարդում հիմա մասնավորապես։ Պարզ չէ, պաշտոնավարման 1.5 տարում որևէ ասուլիս չհրավիրած մարզպետը չգիտի այս ամենի մասին, թե թաքցնում է, բայց նա իր Facebook-ի էջում նշել է, թե բաց ու թափանցիկ է աշխատում եւ հորդորել է հանրությանն առաջարկներ անել քաղաքի արհեստական լեջի վերաբերյալ։ Չնայած ամիսներ առաջ աչքալուս այն քերանում, թե նախագիծը պատրաստ է, սկսելու են կառուցել։ Այնպես որ կշարունակենք այս մասով քննարկումները, մենք բաց ենք կառուցողական ենք միանձնյավորոշում հանրային նշանակություն ունեցող հիմնանորոգման ծրագրում չենք կայացնելու բնականաբար։ Իսկ այսօր քաղաքի չմաքրվող լճում մարդիկ անխռով լողում էին անտեղյակ, որ մի օր կարող են ջուրը մտնելու արգելք ունենալ, եթե իշխանությունները վերջնականապես որոշեն ավելի քան կես միլիարդանոց շատրվանների ծրագիրը առաջ մղել։